Ողջույն սիրելի հետևողներ, երբևէ եղել է, որ աղոթել եք, բայց ոչինչ չի փոխվել, սպասել եք, բայց պատասխանը չի եկել, հավատացել եք, բայց իրականությունը կարծես հակառակն է ցույց տվել, եւ այդ պահին ներսում մի ձայն է հնչել, գուցե դա երբեք տեղի չունենա, գուցե արդեն ուշ է, գուցե Աստված մոռացել է, եթե նման պահ ունեցել եք, ուրեմն դուք հասկանում եք, թե ինչ է ապրել Աբրահամը։ Այսօր մենք կանադառնանք Հռոմեացիների թղթի 4 գլխի 13-ից 22-րդ համարներին, որտեղ Պողոս առաքյալը մեզ ներկայացնում է հավատքի ամենահզոր օրինակներից մեկը։ Ոչ թե այն հավատքը, որը հեշտ է, երբ ամեն ինչ լավ է, այլ այն հավատքը, որ շարունակում է վստահել եւ բոլոր փաստերը հակառակն են ասում։ Աբրահամին եւ նրա սերնդին աշխարհը ժառանգելու խոստումը եղավ ոչ թե օրենքի, այլ հավատի արդարության միջոցով, որովհետև եթե ժառանգները նրանք են, որ օրենքի վրա են հիմնվում, ապա զուր է հավատը եւ դատարկ խոստումը, քանի որ օրենքը բարկություն է առաջ բերում, բայց որտեղ օրենք չկա, օրինազանցություն էլ չկա, դրա համար էլ ժառանգ լինելը հավատից է, որպեսզի դա ըստ շնորհի լինի եւ խոստում լիզորը լինի Աբրահամի ամբողջ սերնդի համար, ոչ թե միայն նրա համար, որ հիմնվում է օրենքի վրա, այլ նրա համար, որ հիմնվում է Աբրահամի հավատի վրա։ Նա է մեր ամենքի հայրը, ինչպես գրված է. բազում ազգերի հայր կարգեցի։ Եվ սա Աստծու առաջ, որին հավատաց, որ կենդանացնում է մեռելներին եւ զորության է կոչում չեղած բաները։ Աբրահամը չնայած հույս չկար, հույսով հավատաց, որ բազում ազգերի հայր լինելու, ինչպես ասվել էր, այնպես կլինի քո սերունդը, եւ նա չերկմտեց իր հավատի մեջ, թեպետ նայեց իր խոստումին, որ արդեն մեռածի պես էր, քանի որ շուրջ 100 տարեկան էր, եւ Սարայի մեռած արգանդին, բայց Աստծո խոստման վրա անհավատարմությամբ չերկմտեց, այլ հավատով զորացավ, փառք տվեց Աստծուն, եւ հաստատապես համոզվեց, որ նա, ով խոստացավ, կարող է նաեւ կատարել։ Ահա թե ինչու նրան արդարություն համարվեց, բայց միայն Աբրահամի համար չգրվեց, թե նրան արդարություն համարվեց, այլ նաեւ մեզ է համարվելու, որ հավատում ենք նրան, ով մեռելներից հարություն տվեց Հիսուսին, մեր Տիրոջը, որ մահվան մատնվեց մեր հանցանքների համար եւ հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Ամեն։ Սիրելի բարեպաշտ հետևորդներ, առաքյալը հիշեցնում է, որ Աստված Աբրահամին խոստացավ, թե նա ազգերի հայր է լինելու, բայց այստեղ մի հետաքրքիր հարց կա։ Երբ Աստված այդ խոստումը տվեց, ինչ ուներ Աբրահամը։ Ոչ մի երեխա, ոչ մի մեծ ազգ, ոչ մի տեսանելի ապացույց, միայն խոստում։ Մեր ժամանակներում մարդիկ սիրում են երաշխիքներ, նախ ուզում են տեսնել, հետո հավատալ, նախ արդյունքը, հետո վստահությունը, բայց Աստծո թագավորությունում հաճախ հակառակն է, նախ հավատքը, հետո տեսնելը։ Հովհան Ոսկեբերյանը ասում է. Աբրահամը հավատաց ոչ թե նրան, ինչ տեսնում էր, այլ նրան, ով խոստացել էր։ Հավատքը միշտ սկսվում է Աստծո անձից, ոչ թե հանգամանքներից։ Պողոս առաքյալը բացատրում է, որ խոստումը տրվեց ոչ թե օրենքի միջոցով, այլ հավատքի միջոցով։ Սա հեղափոխական միտք էր։ Մարդիկ հաճախ մտածում են, եթե բավական լավ լինեմ, Աստված ինձ կընդունի, բայց ավետարանը սովորեցնում է, Աստված մեզ չի սիրում մեր արժանինքների պատճառով, նա սիրում է մեզ իր շնորհով։ Շատ քրիստոնյաներ ապրում են մշտական մեղավորության զգացումով։ Նրանք մտածում են. ես բավարար լավը չեմ, ես արժանի չեմ, Աստված ինձնից հիասթափված է։ Բայց Պողոս առաքյալը հիշեցնում է. փրկությունը սկսվում է Աստծո շնորհից, ոչ թե մեր կատարյալ լինելուց։ Ապրիր ոչ թե մշտական ինքնադատապարտմամբ, այլ Աստծո շնորհի վստահությամբ։ Ահա Աստված ամենազարմանալի
Ահա այ հատվածի ամենազարմանալի մասը։ Առաքյալն ասում է, Աբրահամը մոտ 100 տարեկան էր։ Սարան նույնպես վաղուց անցել էր երեխա ունենալու տարիքից։ Մարդկային տեսանկյունից ամեն ինչ ավարտված էր։ Եթե բժիշկներն այսօր տեսնեին այդ իրավիճակը, կասեին անհնար է։ Եթե մարդիկ գնահատեին, կասեին ուշ է արդեն։ Եթե աշխարհը որոշեր, կասեր մոռացեք այդ մասին։ Բայց հենց այստեղ սկսվում է Աստծո հրաշքը։ Եփրեմ ասորին ասում է. Աստված հաճախ սպասում է մինչև մարդկային հնարավորությունները վերջանան, որպեսզի իր զորությունը երևա։ Երբ մարդն ասում է վերջ, Աստված դեռ կարող է ասել սկիզբն է դեռ։ Պողոս առաքյալը գրում է. չտկարացավ հավատքի մեջ, ուշադրություն դարձրեք, չի ասում, որ նա երբեք հարցեր չուներ, չի ասում, որ երբեք դժվարություն չզգաց, չի ասում, որ երբեք չհոգնեց, ասում է չտկարացավ հավատքի մեջ։ Հավատքը կասկածի բացակայությունը չէ, հավատքը Աստծուն բռնելն է նույնիսկ կասկածների ժամանակ։ Այսօր մարդիկ հաճախ կարծում են, եթե ես վախենում եմ, ուրեմն հավատք չունեմ։ Բայց իրական հավատքը հենց վախի մեջ Աստծուն վստահելն է։ Մի սպասիր, մինչև բոլոր կասկածները վերանան։ Սովորիր վստահել Աստծուն հենց պայքարի ընթացքում։ Աբրահամի հավատքի ամենագեղեցիկ կողմերից մեկը սա է։ Նա ոչ միայն սպասեց, նա նաև փառավորեց Աստծուն։ Մինչ հրաշքը դեռ չէր եկել։ Մեծ դաս է մեզ համար։ Շատ մարդիկ ասում են, եթե Աստված պատասխանի, կփառաբանեմ։ Աբրահամն ասում էր, քանի որ Աստված խոստացել է, ես արդեն փառաբանում եմ։ Սուրբ Օգոստինոս Երանելին ասում է, հավատքը տեսնում է այն, ինչը դեռ չի երևում, որովհետև վստահում է Աստծուն։ Սովորիր շնորհակալություն հայտնել ոչ միայն ստացած օրհնությունների համար, այլ նաև սպասվող օրհնությունների համար։ Այս հատվածը ավարտվում է շատ հզոր խոսքերով։ Աբրահամը լիովին համոզված էր, որ Աստված զորավոր է կատարելու այն, ինչ խոստացել է, նա չէր վստահում իր ուժին, նա վստահում էր Աստծո կարողությանը։ Մեր հավատքի ուժը կախված չէ նրանից, թե մենք որքան ուժեղ ենք, այն կախված է նրանից, թե ով է մեր հավատքի առարկան։ Այս հատվածը մեզ սովորեցնում է. մի չափիր Աստծո խոստումները քո հնարավորություններով։ Թույլ մի տուր, մի թող, որ ուշացումը քեզ թվա մերժում։ Հիշիր, որ Աստծո ժամանակացույցը տարբեր է մերից։ Փառավորիր Աստծո նույնիսկ սպասման ժամանակ։ Հավատքդ հիմնիր Աստծո հավատարմության վրա, ոչ թե հանգամանքների։ Սիրելի հավատավոր հետևորդներ, Աբրահամի պատմությունը միայն անցյալի մասին չէ, այն քո մասին է։ Գուցե այսօր քո կյանքում կա մի իրավիճակ, որ թվում է անհնար։ Գուցե կա մի աղոթք, որի պատասխանը երկար ուշանում է։ Գուցե կա մի երազանք, որը կարծես մեռած է, բայց հիշիր, Աբրահամի Աստվածը չի փոխվել։ Նա այսօր էլ նույն Աստվածն է, ով կյանք է տալիս մեռածին եւ գոյություն է կանչում այն, ինչ դեռ գոյություն չունի։ Ուստի մի նայիր միայն հանգամանքներին, մի նայիր միայն թվերին, մի նայիր միայն մարդկային հաշվարկներին, նայիր Աստծուն։ Եվ ինչպես Աբրահամը հավատա նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ ոչինչ չես տեսնում, որովհետև երբ Աստված խոստանում է, նա երբեք չի մոռանում իր խոստումը։ Նա զորավոր է կատարելու այն, ինչ խոստացել է։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին ու ուղարկել այս տեսանյութը քո բոլոր ընկերներին ու բարեկամներին, նրանց ևս Աստծո խոսքը հասանելի դարձնելու համար։